մարդիկը չի։ Սարքիր այրենիք, անգերեզման, հազարավոր մարդիկ կան, որ երանի են տալ իր երեխի գերեզմանին էթան։ Այդ ճիշտ է։ Կարող եմ մեկ հարցալ, եթե 40+10 ծրագիր այս հանրահավաքից հետո կառավարության որոշմամբ ինչ-որ մի որոշ ժամանակ էլ երկարացնեն, արդյոք Արցախ վերադարձի։ Որը ասում եմ, ինչքան էլ երկարացնեն, միևնույնն է։ Արդիկ մի վարքյան, նայեք, այս 40+10-ը դա ժամանակավորապես է, չի լինելու ինչ-որ մի։ Եթե երկարի են, մոտավորապես 1-2 տարով երկարացնեն։ Ամենամեծ եթերն է, ինքը հրաժարական Եթե գրի հետ։ հրաժարականից հետո միայն մենք Արցախ կվերադառնանք, բայց հիմա ինքը հիմա ծրագիր է հանել, որ սերտիֆիկատից օգտվելու համար կանգնեցրել է մեզ բարդ ընտրության առաջ է մեզ դրել։ Նայեք, գնում ենք տունը առնում գնորդը ճարցա ինքը մեզի $45,000, բայց մենք գնում ենք, որ մեր սերտիֆիկատի համապատասխան, որ ընտրենք մեր բանը, գումարը չգալի, բանկը գնահատում է $20,000, տանտեն ասում է ստեղծում քեզ, այս տունը ես իմ գինս գիտեմ, չեն դառնում փաստի առաջ կանգնած, ամեն միանշանակ ոչինչ ասում է Հայաստանի փոխի Հայաստանի ասնագի, ընդ մենակ ինձ ունեմ իմ բնակավայրս է մնացել, դու խես ջնջում ամեն ինչից, խի հարց եմ տալի քեզ, խի ինչի համար, մեղք չեն այսքան ժողովուրդը, որ ցիրք ու չեկնու դռները կարոտ են քաշում մեկս մեկին տենալով, ինչի համար։ Ինչ էին կարևոր է սրան արժանացանք, քեզի բերինք ղեկավարություն, որ մեզի փրկես, ասում ես նախնին է, բայց մեզ նախիններով զորք ենք ունեցել, զինվոր ենք ունեցել, զորամաս ենք ունեցել, հիմա ոչ են ունենք ու նմար ոչխար, որն էլ հպարտ ենք, որ ոչխար ունենք։ Ճիշտ ասած, ինքը մեզ Արցախից կտրել է, մեր ամեն ինչից ինքը կտրել է, պարտավոր է ինքը մեր տան վարձերը, այնքան տա մինչև մեզ տնով ապահովի, մեր պահանջը, միակ պահանջը մեր էդ է, ինքը պարտավոր է ուղարկել է անհնար բան է, ուղղակի ինքը մեր 40+10-ով այնքան պիտի ապահովի, միջև մենք տնով ապահովենք, էդ է մեր միակ պահանջը էդ է, ուրիշ պահանջ չունենք մեզ։ Մեր հայրենիք վերադառնալը արդեն ես խիստ կասկածում եմ, որ էդի լինելու է, բայց ինքը պարտավոր է այնքան մեզ մեր տան վարձը տա, միջև մեզ տնով ոնց մեր տնից տեղից կտրել է, բերել հասնել այս կարգից, ու պարտավոր է ինքը մեր տան վարձերը տա։ Աշխատում եմ, ես առավոտ ժամը 9-ին գնում եմ գործի, ժամը 12-ին գալիս 5,000 դրամ փող եմ աշխատում։ Ես ամուսինս էլ է այդ աշխատավարձը, ինչքան պիտի մենք աշխատենք, որ վարձը տանք, կոմունալ տանք, պլյուս դրա ապրենք։ Էդի անհնար բան է։ Էդ է մեր միակ պայքարը, ուրիշ պայքար չունենք մեզ։ Մենք 80,000 կոմունալ ենք վճարում, ինչ պիտի աշխատենք, որ մենք կոմունալը տանք, ինչ պիտի աշխատենք, որ մենք տանվարձ տանք, ոնց պիտի գոյատևենք մեր երեխեքին, չենք կարող։ Ինքը պարտավոր է, մեզի վճարի ենքամա միջև մեզ տնով չի, եթե մեզի կորցրեց մեր հայրենիքից, կորցրեց մեր գերեզմանից, մեր ամեն ինչից կորցրեց, հիմա այդ պատմությունն է ուզում վերաջնջի, ինչի համար, էդ ով է քեզ այդքան իրավունք տվե ախր, այնքան վրդովված է։ Իր գերեզման չի լինելու, ես իմ միակ ցավությունս էդ է։ Իսկ բլոկադայի մեջ եք մնացել։ Ոտոտ տանեք, մենակ Արցախից։ Մեծ երեխա ունեմ, ոչ մեկ գումար չի ստանում, ոչ մեկ։ Ես Արմավիրից եմ, ազգությամբ ես ազգեմ, եկե պարտքարում եմ Արցախի համար։ Ես կրվող 2008 թվականից կրվում եմ, ոչ մեկից տիրություն չեն անում։ 7 հոգի Արմավիրում 7 երեխա ունեմ, ոչ մեկ գումար չի ստանում։